Այսօրվա հատվածը, որ վիրիգարտամ գտնվի նոր գդագարանի վերջին գիրքը, գիրքին մեջը, նամակի մեջ, հայտնություն Հովանու 20-րդ գլուխի մեջ եւ պիտի գարտամ 11-ին 15 համարները եւ մեծ ջերմակ աթոռ մտեսա ու անոր վրա մեկը նստած որուն երեսեն երգիր ու երգինք փախան եւ դեղ չգտնվեցավ անոնց եւ դեսա բզդիկ ու մեծ մերելները որոնք Աստուծո արչեւ գայնած էին ու քիրքերը բացվեցան եւ ուրիշ քիրք բացվեցավ այսինքն գենաց քիրքը եւ քիրքերու մեջ քրվածներեն մերելները թադվեցան իրենց կորզերուն համեմատ եւ ծովը իր մեջի մերելները դվավ ու մահը եւ թժողքը իրենց մեջի մերելները դվին ու ամեն մեկը իրենց կորձերուն համեմատ թադվեցան եւ մահը ու թժողքը գրագի լիճի մեջ ցկվեցան ասիգա է երկրորդ մահը եւ ով որ գենաց քիրքի մեջ քրված չգտնվեցավ գրագի լիճին մեջ ցկվեցավ Աստծո փառք որ այսօր ալգրցանք հավաքվել Աստուծո խոսքին շուրջ այն խոսքը որու մեջ հոգի եւ կյանք կա Աստուծո խոսքը գրոնքի մասին չխոսիր ոչ ալ քահապարներու մասին հաբա Աստված իր մասին գխոսի եւ իր մասին խոսելով իր ստորոքելիները միտքը եւ գամքը գահիտնե Անոր համար է որ երբ եկեղեցի գուքանք մեկտեղ գավակվենք իր խոսքը լսելու գուքանք եւ ոչ թե զիրար քաչալերելու հաբա իր խոսքը լսելու Գիտեք շատ լսած եմ ես եկեղեցի գերտամ որբեսի մեր հովիվին քաչալերեմ եթե ես չի քաչալերեմ ով պիտի քաչալերե այնպես որ եթե հովիվիդ կուզես քաչալերել Եգուր աղոթե բաց ագանչներով բդի գրե այն ադեն քաչալերած պիտլաս այնպես որ գուքանք Աստուծո խոսքը լսելու եւ աստվածային ճշմարտություններ գսորվինք Դժբախտաբար մարդիկ աստվածային ճշմարտությունները մանավանդ այն ճակատագրական բյութերը որ մարդուն հոգին փրկության եւ հավիտենականության հետ գապ ունին ուրիշ քիրքերու մեջ կփնտրեն Արդյունքը փոչ փիլիսոփայություններու յետևեգերտան ու գշարնագեն իրենց կյանքը միտքի եւ սրդի գուրության մեջ Նույնպես զորընտրած եմ Աստուծո հատկություններն մեկն է Աստված արդար թադավոր է Այս նյութը մտքիս մեջ հղացավ Երբ անցյալ գիրագի թիդեցի ֆուտբոլի, սակրի, ավարտական խաղը, վստահ մեզ շատերը թիդեցին, իմ վրաս դպավորություն ցկողը խաղը չէր, հաբա խաղեն ետքը բարդվող խումբին և իր համագիրներուն վիճակը, որու մատնված էին։ Հազարավոր մարդոց դեմքերը դխուր էր, շատեր գուլային այն գորուստին համար զոր գրեցին։ Գարելիությունը գար, որ այդ գորուստը չունենային, սակայն ունեցան։ Բարդվող խումբը հաղթելու մեծ հույսեր ուներ, որովհետև խումբին առաջնորդը բացառիկ խաղացողը լալով հույս ներշնչած էր իր համագիրներում։ Արիթը ունեին ուրախանալու և փառավորվելու Սակայն այդ արիթը գործընծուցին։ Ինչալ եղածլար պատճառը դրված վերլուծումները անիմաստ են, գործընծուցին, ալ հարցը վերջացած է։ Խումբին մարզիչը թղթակիցներուն առջև լացի պատճառավ չգրցավ իր խոսակցությունը շարունակել։ Ցավալի է, ներող եղեք, հեց գլդալով, լացավ և թողեց ու կնաց։
Խումբին առաջնորդը սուքի մատնվածի նման շարունակ կգրտներ մեր ցավը ուժեղը։ Այդ մարդոց դխուր վիճակը, որ շատ մարզական խաղերով ավարտին կգրտնվի, զիս կդանի այն մեծ Թադաստանի օրվան զոր դեղի պիտի ունենա արդար Աստուծո կողմէ։ Այն օրը անզեղջ ու անձնաբաշտ մարդիկ Աստուծո առջև գեցած ահ ու սարսափի մատնված կսպասեն լսելու իրենց դրվելիք վճիրը, որովհետև արիթ ունեին ապաշխարելու և չապաշխարեցին, արիթ ունեին ընտրելու Քրիստոսը որպես փրկիչ և սակայն ընտրեցին մեղքի աշխարհը, արիթ ունեին Քրիստոսի հիմնած հոգևոր թագավորության մեջ, իր հիմնած եկեղեցի մեջ գտնվելու, սակայն մերժեցին։ Ես իմ եկեղեցիս ունիմ ըսին։ Արիթ ունեին հավատք ընծայելու ավետարանի բարի լուրին, սակայն ընտրեցին սուտ և փուչ փիլիսոփայություններով հավատալը։ Արիթ ունեին Քրիստոսի արդարությունը ցրիորեն ստանալու և փրկվելու մեղքի զորութենեն, իշխանութենեն, սատանային իշխանութենեն և Աստուծո փառքութենեն։ Ոչ թե ինքզիկնին փրկելու աշխատեցան և չի հաջողեցան, հապա ցրի փրկությունը իրենց հրամցվեցավ, սակայն անոնք մերժեցին, Քրիստոսի արդարությունը իրենց վրա առնելը մերժեցին, չուզեցին հավատալ, որ այդպեսի բան գոյություն ունի։ Նախընտրեցին իրենց հագած ինքնարդարության ըսկեստը։ Ես այսպես կհավատամ։ Իրենց փրկության համար նախընտրեցին Գայինի ջամփովը հասնել և ոչ թե Աստուծո ջամփովը և մերժեցին շնորհքը, անոր սերը։ Երբ երկրի վրա գաբրեին քանի անգամներ լսեցին Աստուծո ցայնը, անոր հրավերները, սակայն իրենց հպարտության, համառության և անհոգության պատճառով փրկվելու և հավիտյան Քրիստոսի հետ ըլլալու առիթը գործընծուցին։ Եվ հիմա հասած է ժամը արդար Աստուծո կողմէ դատապարտվելու, ինչ որ հատվածի մեջ գարտացին։ Որովհետև Աստված արդար դատավոր է, արդար է։ Այստեղի դատավորներուն չեն մանիր, այստեղի դատավորներուն դագից կուտաս, քեզի աչքերնին կկոցեն։ Այստեղի դատավորները անարդար են, բայց Աստված ոչ։ Թադաստան և դատապարտություն բարերը որևէ մարդու ականջին անուշ չի հնչեր։ Ես ալ երբ կխոսիմ, մի խորիկ թե ուրախությամբ կխոսիմ, բայց ասոնք աստվածային ճշմարտություններ են, որպես Աստուծո կողմէ գոչում ստացող մեկը կխոսիմ և ոչ թե արհեստ բաշտոնյամը ձեզի կխոսիմ, աստվածային ճշմարտություններ են ասում։ Ոչ մեկը պիտի ուզեր դատավորի առջև ներկայանալ և դատվել իր գործած հանցանքին համար և իր մահվան վճիռը լսե, ահռելի բան է։ Միևնույն ադեն ոչ մեկը որևէ արդարը պիտի չուզեր տեսնել ոճրագործը, որ ազատ համարձակ փողոցները կմտնի, կքալե, երթա և ինչ որ ուզե առանց դատապարտվելու։ Պիտի ուզեք անպես բանը, եթե թիվին ոճրագործը տեսնենք, որ դումը մտավ գողոպտեց մեր ցույց և կմտնի, ինչ ավոր։ Պիտի չսեք ուր է արդարությունը, ուր է կառավարությունը, պիտի չսեք, ուր մնաց Աստված, որ արդար է։ Ուրեմն դրամապանությունը գսե, որ մեղավորը պետք է դատապարտվի, հանցավորը պետք է պատժվի և արդարը քովվի ու վարձատրվի։ Աստուծո դատաստանը
ճիշտ հասկանալու համար Աստուծո հատկությունները լավ հասկանալու ենք։ Ու ոչ թե մարմնավոր զգացումներու վրա հիմնվելով վերլուծումներ կատարել։ Եթե այդպես ենք, ճշմարտությունը պիտի մոլորենք։ Ինչպես շատեր մոլորած են իրենց փդած միտքին հետևելով։ Առաջ որ մեր նյութի վրա գետրոնանանք, թվեմ ցեզի Աստուծո ստորոքելիներեն մի քանի։ Աստված սեր է։ Սակայն սերը Աստված չէ։ Զգուշ։ Աստված սեր է, բայց սերը Աստված չէ։ Սերը աստվածացնողները մոլորության մեջ են, ահրելի մեղքերու մեջ են։ Աստված էություն է։ Սերը անգեգը փխի։ Անոր հատկությունն է։ Աստված ողորմած է, քթարած է, համբերող է, երկայնամիտ է, ներող է, որքան փառք կուտանք։ Երկայնամիտ է, մեզի չնմանիր։ Մենք բզդիկ փամ մտողլա գբորտկանք ամիջապես։ Աստված երկայնամիտ է, գամբեր է, ամենազոր է, հեզ է, եւ նաեւ սուրբ եւ արդար է։ Ոմանք, ինչպես ես հիմա սուրբ եւ արդարը ամենեն վերջի հիշեցի, կգարձեմ, որ սուրբ եւ արդարը ատքայնալ կարևոր չէ։ Ընդհանրապես, երբ Աստծո մասին գլսենք քարոզիչներեն, առաջին հիշածներուս առաջին 4-ը միայն մեզ կներկայացնեն։ Աստծո կներկայացնեն մի քանի հատկություններով։ Աստված սեր է, ողորմած է, երկայնամիտ է եւ ներող է։ Փառք Հիսուսին։ Եվ հոսքը գնան։ Երբ մեգումը դարիներ զասված այս հատկություններով ներկայացված է միայն։ Եվ հանգարց գլսե թե ան նաեւ արդար է։ Արդար է եւ սուրբ է։ Եվ արդարությամբ պիտի տադե անոնց, որ իր սերը մերժեցին, շնորհքը մերժեցին։ Եվ իրենց ինքնարդարության վստահելով Քրիստոսի բերած արդարությունը հավատքով չընդունեցին, մերժեցին։ Եվ հիմա գլսեն, որ Աստված արդար է եւ սուրբ է, գթադաբարդ է, դարօրինակ կթվի, թերևս գծնցվի, շոկ կունենա։ Ասին չէ, նոր գլսեմ, որ 40 տարի է, եկեղեցի կհաճախեմ, Աստված ողորմած է, փառեկուտ է, գներ է, Աստված սեր է, եւ հիմա ասակ բաներ գլսեմ, խորտ պիտի կա։ Հետևաբար որքան կարևոր է, որ մարդը ինչ գլսե։ Շատ կարևոր է, մարդը ինչ գլսե։ Եթե ողջամիտ վարդապետություն գլսե, պիտի հասկանա Աստուծո բոլոր հատկությունները, ինչպես որ ան ինքզին կներկայացնե։ Ոչ թե Աստուծո մասին կխոսիմ եւ անոր մի քանի հատկություններուն մասին ցեզի կխոսիմ եւ կներկայացնեն մեր Աստված այդ հատկություններով։ Ոչ, բոլոր հատկություններով։ Ինչպես որ ան ինքզին հայտնած է, այդպես մենք պետք է հայտնենք, թե Աստված նաեւ սուրբ է, արդար թադավոր է։ Դավիթ կսե. «Գիտեմ ով դեր, որ քու թադաստանները արդարությունով են ու իրավունքով զիս վշտացուցիր»։ 119:75 Սաղմոս։ Հայտնության քիրքի մեջ կարդացված համարներուն մեջ Աստուծո թադաստանին առնչությամբ հետևյալ ճշմարտությունները գուզեմ ցեր ուշադրության հանձնել։ Առաջին, ինչպես կարդացինք, մեծ ջերմակ աթոռ։ Պատմոս կղզի մեջ ձերունի առաքյալը գահալացվեր իր հավատքին համար, աքսորվեցավ եւ հոն հայտնություն գտեսնե։ Եվ իրեն գահայտնվի, որ մեծ ջերմակ աթոռ։ Հովանես առաքյալ իր դեսիլքի մեջ այս մեծ ջերմակ աթոռը գտեսնե եւ Աստուծո արդար
Թադաստանը կնկարագրե, որ մեծ ու ահրելի է, որովհետև թադավորը, որ աթորին վրա նստած է, մեծ է, փառավոր է, փառավոր։ Երևույթը արդար փարգությամբ լեցուներ, գարտացինք, որուն երեսեն երկինք ու երկինք փախան և դեղ չգտնվեցան։ Ասի դեսիլքի մեջ կտեսնեմ, կպատկերացնե, կարձանակրե, որ մենք պատկերում ունենանք ահռելիությունը, փախավ երկինք ու երկիր, այսինքն երկինքի մեջ այն զորությունները, ինգած հրեշտակները, որոնց իշխանությունը օդի մեջ է, փախան, Աստված այնպես մը, որ փարգացած է իր արդարության բադիժը պիտի ղրգե անզեղջ մարդոց։ Աստուծո արդար փարգությունը սիրելներ այնքան սարսափելի էր, որուն ենթարկվողները ուրիշ տեղ կգարտանք, գաղաղեն ասելով, մեզ ծածկեցեք անոր երեսեն, որ աթորին վրա նստած էր, այս աթորն է, մեծ ու ջերմակ, գնստի, ու քարնուգին փարգութենեն, վասնզի անոր փարգությանը մեծ օրը եկավ, և ով գրնա թիմանալ, ով գրնա։ Այն քարնուգը, որ առաջին անգամ եկավ հեզ ու խոնար, մսուրի մեջ ծնավ, Հովանես Մկրտիչ երբ տեսավ, ըսավ, ահա Աստուծո քարնուգը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Մորթվելու դարվող ոչխարի պես իր փերանը չփացավ, մարգարեացված էր, և այդպես եղավ։ Այն քարնուգը, որ իր կյանքը մեղավորներուն համար տվավ, ողորմեցավ իր ծառայության ընթացքին, աբերախտ մարդոց իր ժողովրդին ցավերը գրեց, բժշկեց անոնց հիվանդները, քթաց, համբերեց, սակայն հիմա ժամը հասած է, որ արդարությունը հոս կպահանջեր, որ ան թադաբարդ է։ Քարնուգը, նույն քարնուգը, Հիսուս, թադաբարդ է անոնց, որոնք մերժեցին իր կատարած փրկագործությունը և չապաշխարեցին, միտքերնին չփոխեցին, ըսին ես ասեմ, ես ասպես կհավատամ, չուզեցին աս խելքերնին փոխել և խոնարհին ճշմարտության առջև։ Մենք մեր ուզածի պես կյանքը պիտի ապրենք։ Եբրայեցոս թուղթին հեղինակն Թադաստանի օրը Աստծո փարգության ակնարկելով գսե, սարսափելի բան է կենդանի Աստուծո ցերքը ինալը, որտև արդար և սուրբ թադավորի ցերքը պիտի ինա, անզեղջ անապաշխար մարդը։ Երկրորդ ճշմարտությունը ջերմակ աթոր գսե։ Ցույց տալու համար անոր բացարձակ սրբությունը և արդարությունը։ Աստուծո Թադաստանը սրբությունով և արդարությունով պիտի։ Մարզական խաղերու բարակային Բարդվող խումբը և իր համագիրները հույս ունեին, որ հաջորդին հաղթեն։ Հոգ չէ, հաջորդ անգամին պիտի ուրախանանք, պիտի փառավորվենք, բոլոր աշխարհ մեզ պիտի դե և պիտի դոն կատարենք։ Բարդության հետևանքով անոնց դխրությունը այդ ստեղծված վիճակը լացը ժամանակավոր էր, սակայն արդար Աստուծո Թադաստանի բարակային հարցը բոլորովին տարբեր է, վերջացավալ արիչիգա դարձյալ, ոչ մեկ հույս խուսափելու այդ Թադաստանեն և հետևանք են։ Աստվածաշունչը սիրելներ լայն ծավալի վրա գխոսի, որ Աստված արդար թադավոր է և իր թադաստանները արդարությամբ կգադարե։ Մարդոց դժվարություն այն է, որ սուրբիկ չեն գարտար, հոս է, պրոբլեմ հոս է, չեն գարտար, լուրջ ունի, որ Աստված արդար թադավոր է։ Տեր Հիսուսի արագներու մեծ մասը Աստուծո արդար թադաստանին կագնարկեն, մարդուն հավիտենական ճակատագրին առնչությամբ են։ Օրինակ միայն մեկ օրինակ,
հանդերձը հագնելու այդ մերժող մարդը։ Եթե գարտանք Մատթեոս 22-րդ գլուխի մեջն է։ Պիտի գարտամ 11-ին 13։ Գսե օրինակ կբերե դերը եւ գսե եւ թագավորը երբ մտավ հարսնեվորները տեսնելու հոն մարդ մտեսավ որ հարսնիկի հանդերձ հակած չէր եւ ասավ անոր անգեր ինչու համար հոս մտար առանց հարսնիկի հանդերձ ունենալու շիդակ թարգմանությունը հակնելու ուներ մարդը եւ անիկա բաբանցեցավ այն ադեն թագավորը սպասավորներուն ասավ գաբեցեք ասոր ոտքերը ու ցերքերը եւ արեք ու հանեցեք զանիգա թուրսի խավարը հոմ բիդլալալ ու ագրաներ գրջդել հին ադեն հարսնիկի հրավիրվածներ հադուկ հանդերձ մգստանային եւ ներսը կհակնեին այս մարդը հանդերձը բռնեց ներս մտավ առանց հակնել թագավորը ասավ ինչու հանդերձը հակած չես ես իմ հանդերձս քո եմ իմ հանդերձից ինչ եղեր է միտքաս է քաղաքարաս է հարցը հանդերձի քեղեցկությունը ադի չէ փարացի միտքաս է որ ասված ծեր մգարկատրած է մարդը չգսե ոչ գսե ես իմ հանդերձս շատ աղոր սուղնոց հանդերձ է այո բայց հոս երբ որ պիտի մտնես ասի կարելի է նաև տեսնել հարսնիկի բահը երկինքը աստուծո արչև անոր տադաստային արչև շատ բաներ քաղաքարներ գրնանք առնել գլխավոր քաղաքարը ան է որ ասված փամը ըսած է հարսնիկ մտնելու համար օրենք այդ բարը կործած եմ մարդը գսե ոչ իմ օրենքս կանոն մգա ասված դրած է մարդը գսե ոչ ես իմ կանոնս ես ասպես կհավնիմ հոս է քաղաքարը միտքոս եւ մարդը բաբանցեցավ եւ ինչ ասավ դերը թուրսի խավարը հանեցեք այն մարդը որ գմերժե ինքնարդարության հանդերձը մեկտի տնելու եւ հավատքով Քրիստոսի արդարությունը իր վրա հագնելը հետևանքը թուրսի խավարը պիտելվա թուրսի խավարը եւ այս վճիրը համայնքաբեդի մգոմե չէր այլ մարմնացյալ Աստծո Տեր Հիսուս Քրիստոսի գոմե եւ ասիգա մեկ օրինակ մնե Հիսուսի արակները Արաքելական նամակները եւս կշեշտեն գուսուցանեն որ ասված արդար թադավորը լալով արդարությամբ պիտի բաճե անզերջ մարդոց որոնք չուզեցին խոնարհին հապա ուզեցին հբարտության եւ համարության մեջ մնալու միայն դարձյալ մեկ օրինակը Արաքյալին քրած նամակեն Թեսաղոնիկեցվոց մեջ հոնգսե առաջին երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջին գլուխ 8-րդ համար գսե փորփոքած գրագով վրեժ առնելու անոցմե որ զասված չեն ջանչնար եւ որ Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին չեն հնազանդիր որոնց պիտի բաճվին հավիդենական սադագումով դերոջի երեսեն ու անոր զորությանը փառքեն երբ ինք կա փարավորվին իր սուրբերու մեջ եւ հիանալի լալ բոլոր հավատացյալներուն մեջ գտեսնեք Պողոս Արաքյալն է խոսողը մեր սկիզբի գարտացված հատվածի մեջ գտեսնենք անզերջ մարդոց դրված հավիդենական վճիրը այն մարդոց որոնց անունները գենաց քիրքի մեջ գրված չեն ով քրեց գենաց քիրքի մեջ ով է քրողը ասված արդար թադավորը քրված վճիրը 15-րդ համարի մեջ գարտացինք եւ ով որ գենաց քիրքի մեջ քրված չգտնվեցավ գրագի լիճին մեջ ցկվեցան Եհովայի գարձեցյալ վգաները լավ թող գարտան որոնք կսեն մարդ հոգի չունի ադինչ խոսք է
Աստված բարի հայրիկը իր արարածները թժող պիտի գրգե, ասիգա փողկականներու խոսքը չի ասիգա, ասի Սուրբ Գիրքին խոսքն է։ Հիմա որ գարտացինք, եւ ով որ գենաց Գիրքի մեջ գրված չգտնվեցավ, գրագե լիճին մեջ ցկվեցավ։ Ինչը ցկվեցավ։ Մարդը անասունները չէ։ Այս է վճիրը։ Արդար թադավորը սիրելներ իր միտքը երբեք պիտի չփոխե։ Ան երկրի թադավորներուն չնմարիր ինչպես որսի։ Այստեղի թադավորները միտքերնի կփոխեն, բայց Աստված անփոփոխ է։ Իր բոլոր խոստումներուն եւ արցակած վճիրներուն մեջ անփոփոխ է, անփոփոխ։ Մեր դերը հստակ գրավ Նիկոդիմոսի, երբ ըսավ Գարտացեք Հովանու 3-րդ գլուխը, պիտի գարտամ 17-19, գսե, բասազի, Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որբեսի աշխարհը թադե, հաբա որբեսի աշխարհ անով փրկվի։ Ան որ գհավատա անոր չթադաբարդվի։ Եվ ան որ չհավատար անոր, անիկա արդեն թադաբարդված է։ Արդեն մարդը Աստուծո թադաբարդության տակ կգտնվի։ Հիսուս եկավ մարդուն փոխարեն ինք թադաբարդվեցավ։ Մարդը հիմա գրնա ազատիլ Աստուծո թադաբարդութենեն, բայց որովհետև մերժեց, չհավատաց, ան արդեն թադաբարդված է։ Եվ գսե, բասնզի Աստծո միածին որդին անվանը չհավատաց։ Եվ այս է թադաբարդությունը, որ լույսը աշխարհ եկավ, ու մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին։ Մեր դերը այնքան հստակ խոսեցավ, անոր գհավատա չթադաբարդվիր։ Արաքյալը գսե Հռոմայց 8-րդ գլուխի մեջ, արդ թադաբարդություն չկա, որոնց, անոնց, որոնք Քրիստոսի մեջ են։ Թադաբարդություն չի գա։ Մույս կողմը երբ դերը գսե, եթե չաշխարեք բոլոր դալ պիտի գործվիք, ոչ մեկը կասկածի այս ճշմարտության։ Մարզական եւ անոնց մարզիկներուն, համագիրներուն այդ ավարտին ընթացքին, բարդվող խումբին այդ ներսիտին ստեղծված դխուր վիճակը ժամանակավոր էր։ Հաջորդ օր ամեն մարդ կործիկացին, իրենց բնական կյանքը շարունակեցին, բայց հոս հարցը ուրիշ է։ Որոնք են անոնք, որոնց անունները գենաց Գիրքի մեջ չգտնվեցան։ Աստվածաշունչը հստակ գուսուցան է այս ուղղությամբ։ Անոնք են, որոնք մերժեցին Քրիստոսի դերությունը եւ թագավորությունը իրենց սրտին մեջ։ Անոնք են։ Այս մերժողներուն մեջ մի խորիկ թե այս մերժողները շատ քեշ մարդիկ են, ասանք չար, հերու անուցում են։ Չէ։ Հիսուսի դերությունը եւ թագավորությունը մերժողներուն մեջ ազնվական մարդիկ ալկան։ Գրոնասեր մարդիկ ալկան, գիշեք այդ օրինականը, որ Հիսուսի եկավ, ինչն են, որ երկինքի թագավորությունը ժառանգեն։ Մարդը բամբը ըրած չէ, օրինական է, բարիսեցի էր։ Երբ Հիսուս մադը վերքին վրա թրավ, ըսավ ինչ պիտն է, ցկեց, դրտմած կնաց, դրտմած։ Լավ բարի մարդիկ կան, եկեղեցի հաճախողներ, շատ լավ ազնվական օգնողներ, բայց ըսին չեն գուզեր, որ ան մեր վրա թագավոր է, չեմ ուզեր։ Ես չեմ ուզեր Հիսուսի դերությունը եւ թագավորը։ Ես ուզածից պես յապը բիդավոր։ Վերջացավ։ Անոնք անշուշտ անունները գենաց Գիրքի մեջ իջի կրվին։ Երկը գսե աշխարի վրա չկդար նեղյալ սրդիտ թուն մեկ ջար, Քրիստոսի արդ հավատա խաղաղություն քեզ գուտա, գեղեցիկ երգ մնե, խոստովանե Քրիստոսի ներում գուտա անքեզի, վստահ է որ օր բահե բիտ քեզ սերն անոր,
Գուզես այսօր քո անունը գենաց քիրքի մեջ կրվի։ Գուզես, եթե մեր մեծ սիրելներ կան, կամ մեզ գտիդեն։ Գադակմիներ, հավիդենական ճագադակիրիտ հետ գադակմիներ։ Գրնաս ամեն բան հետացկել, բայց քո անմա հոգիդ փրկությունը մի հետացկել։ Այսօր հրավիրե Տեր Հիսուսը, որբեսի անունդ գենաց քրքի մեջ կրվի։ Մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Աստված միշտ կխոսի, կհավատամ, որ այսօր ալ խոսեցավ։ Բոլոր անոնց, որոնք դակավին հերու են, երբ միդեն, վերջնական որոշում արած չեն, այսօր Տեր անոնց սրտին ալ խոսեցավ։ Քո ինքնարդարության ըսկեստդ պետք է վրայդ հանես եւ ընդունիս հավատքով Հիսուսի արդարությունը, որբեսի անոր մեջ ապահովը լաս։ Հետևյալ աղոթք կրե, եթե Սուրբ Հոգին քեզի խոսեցավ եւ գուզես հրավիրել Տեր Հիսուսը սրտիդ մեջ։ Ըսե ով Տեր այս բահուս կխոնարհիմ քո առջևդ, գնդունիմ, որ ես մեղավոր մնեմ։ Ինքնարդարության ըսկեստը վրայես կհանեմ եւ աղբի մեջ կնետեմ։ Կհավատամ, որ իմ փրկիչս ես, իմ փոխանորդս ես, որ խաչին վրա իմ դեղս հադաբարդվեցար։ Կհրավիրեմ սրտիս մեջ, եկուր փնագե եւ անունս գենաց քիրքի մեջ կրե։ Եվ գուխտեմ այսուհետև քու զավակը դլալ եւ քեզի համար ապրիլ։ Շնորհակալ եմ, որ լսեցիր եւ պատասխանեցիր։ Փառքը բադիվը քեզի լա հիմա ու հավիդյան։ Ամեն։ Եթե հավատքով այս աղոթքը գրիր, վստահ եղիր, որ անունդ գենաց քիրքի մեջ կրվեցավ։ Իր փառքին համար։ Ամեն։ Շնորհակալ ենք Տերոջ խոսքին համար, որ անգամ եւս մեր ագանչներուն հնչեցուց, թե գգարոդինք իր փրկությանը հավիտենական կյանքի արժանանալու համար։ Մի վերջացնենք երկելով 370-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։ Մինչ բաղադինք աղոթքով ու հոգիդ լի գարոդով։ Մինչ բաղադինք աղոթքով ու հոգիդ լի գարոդով, հարնավեր ենք անչեքես, չես կար եղբար սրտով ես։ Ճիշտ իմա, Հիսուսի չես կար հիմա, Չեսկար հիմա, մոլորած ես շատ արդեն, ըսկուշացիր վտանքեն, ետ միգենար աստուց մեր, իր շուրդ այսօր ընդունեն, ճիշտ իմա, Հիսուսի չեսկար հիմա, ճիշտ իմա, Հիսուսի չեսկար հիմա, աշխարի վրա չկդար, նեղյալ սրտիդ դու մեկ ջար, Քրիստոսի արդ հավատա,
կար հիմա ճիշտ հիմա Հիսուսի չես կար հիմա Խոստովան է Քրիստոսի ներունգուդա անքեզի վստահ է թե օրեոր բահե բիտկեսերնանո ճիշտ հիմա Հիսուսի չես կար հիմա ճիշտ հիմա Հիսուսի չես կար հիմա Դեր Հիսուս, որքան փառք կուտան քեզի քու շնորհքից սիրույթ երգամդությանդ համար որ գհամբերես որբեսի մեղավորը արթնա սկաստանա եւ քեզի դառնա շնորհակալ ենք դեր խոսքիդ համար այսօրվա եւ գաղութենք որ գնքես յուրաքանչյուրի սրտի մեջ մանավանդ դերանուք որոնք քեզ մեհերու են դակավին գդնդնան քեզ ընդունելու որոշելու քու գողմդ անցնիլը քեզ հետ քալելը այդպեսիներուն ալդեր քու հոգիդ հալածե մինչև որանոնք որոշեն քեզ ընդունիլ որպես փրկիչ եւ դեր այս բոլորը փառքիդ համար կխնդրենք արցակե մեզ քու խաղաղությանդ եւ այսօրվա մնացյալ ժամերու մեջ եւ քալիք օրերուն մեջ ներկայությունդ բոլորիս հետ լա ամեն Ամեն